Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Ծոցի արաբական երկրների աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղար դոկտոր Հրայր Ջեբեջյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Ջեբեջյան։ Եվ ողջունում եմ, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու Երևանում։ Դուք բնակվում եք Քուվեյթում, սիրելի հայրենակիցներ, տեղեկացնեմ ձեզ, որ դոկտոր Ջեբեջյանը բնակվում է Քուվեյթում։ Եվ Առաջին իմ հարցը, վերջին անգամ երբ եք եղել Հայաստանում, Երևանում, եւ ինչպիսի փոփոխություն եք տեսել, արդյոք տեսել եք փոփոխություն, խոսքը գնում է նրա մասին, ինչպիսին է Երևանը, եթե Հայաստանի այլ վայրերում եւս եղել եք, ինչպիսին է Հայաստանը կամ ինչպիսին եք տեսնում Երևանը։ Նախորդ ձեր այցելության ժամանակ եւ այսօր մտահոգ է ավելի չթվարկեմ, դուք ասեք, թե ոչ։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ դինգայինը, ասարիթին համար, որ ցեզ հետ կլամ դարձյալ Նոյանդապան, ասի առաջին անգամս չէ, որ ցեզ հետ գզրուցենք։ Անցյալ ապրիլին 2024 ապրիլին հոսեի, քանի որ իմ հայերեն երրորդ քիրքից շնորհանդեսները գազմագերվեցինք Երևանի Պետական համալսարանի մանկավարժական ինստիտուտի հետ, ինչպես նաև ասկակրական ինստիտուտի հետ եւ հոտ բավական սպաղ օրեր ունեցանք հիմա այս տարվա իմ առաջին այցելությունս է Երևանը շատ աշխույժ քաղաք դարձած է այսինքն Քիշերային իմաստով շատ աշխույժ է գտեսնեմ թե անցյալ դարվա միջև այս տարի շատ ավելիով յենթագարույցները հարաճացած են ադիգա դեսա ճաշարանները լեցուն են ճաշարաններ ասելով մենք ռեստորան գսենք այո մենք ճաշարան գսենք արևմտայինով ճաշարանները լեցուն են մարդիկ շատ քեղեցիկ է քիշերները փողոցները մանկալիվ դեսնել ահակի մարդկա Գիրագորը կացի միջև Վանացոր որտեղ այնտեղ հայդակիրմ ունեինք եւ այդ ճամփան շատ քեղեցիկ է ազեդիգին գայնե այսինքն յենթագարույցի իմաստով այսինքն ճամփան շատ քեղեցիկ է աշխույժ Վանացորն ալ քեղեցիկ քաղաք է այս իմաստով գտեսեմ աշխուժություն հատկապես Երևանի մեջ իսկ գալով ժողովրդին շատ արդահայտություն շատ չի դեսա կամ չի լսեցի, բայց որոշ տեղեր որոնք մի քիչ խոսակցություններ ունեցան, անշուշտ բդավություններ կան, թե երգիրը ինչ ընթացք պիտի ստանա խաղաղության պայմանակիրը որ կգնքվի կամ պիտի լա ինչ տեսակ խաղաղության պայմանակիր պիտի լա այս տեսակի որոշ բդավություններ նաև գրծադեսնել դիգինգայան է բայց ընդհանուր առմամբ գտեսնեմ թե երգիրը ավելի կփարկավաճի այսինքն այդ մասը գա երևցող մասն է ադիգա որպես սպիրկեն եկող անցումը ինչ որ շատ հաճելի է այդ բոլոր դեսնել Եվ այս անգամ որ եկած եմ երկու դարձյալ կարևոր առաքելությամբ առաջինը այս մեր մանուկներով ասվածաշունչը որ հրադարագեցինք Ես խնդրեմ ցուցադրել, ես հիմա ցույց կտամ այս գիրքը մոտավորապես 500 օրինակ բերածենք արդեն որոշ մաս արդեն բաժնեցինք Երևան եւ Վանացոր Մանուկների աստվածաշունչը միասին կարդանք եւ պատմենք Այո, շատ դասի 8-12 տարեկան բադանիներու համար է եւ շատ խնդավարություն ստեղծեց եւ երևի ասիգո շատ ընթացքի մայրաթոր Սուպեչմիազնի հետ պիտի նաեւ որոշ բաժանումներ ունենք նաեւ իրենց ծրագիրներուն մեջ են իսկ երկրորդը Հայաստանի քրոներու միության մեջ այս եկող ուրբաթ գեսորիետ ժամ 2-ին իմ երրորդ հայերեն քիրքից շնորհանդեսնալ հոմ պիտի ունենանք ինչ որ անցյալ տարի համասարանի մեջ ունեցանք այս անգամ քրոներու միության հետ պիտի ունենք այս եկող ուրբաթ ժամ 2-ին իրենց սրահի մեջ է քրոներու միության Պարոն Ջեբեջյան գիրքը արևմտահայերեն է գրված Այո Այս խնդիրը Արևելյան մեր այս ասենք Հայաստանում այն լեզուն որով մենք խոսում ենք հայերեն եւ այն գիրքը այս լեզուն որով գրված է գիրքը եւ որով խոսում են մեր արևմտյան հայրենակիցները արդյոք սա շարունակում է մնալ խնդիր թե ոչ մի խնդիր չկա այստեղ Չէ գա խնդիր դիգին այսինքն խնդիր գա այն իմաստով որ ասենք ուղղակրությունը եւ քերականությունը հնչյունապանությունը բոլոր շատ բավական տարբերություններ կան Հիմա ինձիպես անցումը որ հաջող Հայաստան կգտնվի ես շատ դժվարություն չեմ ունենալ դիգին անգերս ասած այսինքն արևմտահայերենի եւ արևելահայերենի միջեւ բայց այն անցիկ որոնք շատ հաջող չեն կար Հայաստան մեր կողմեն ասենք որոնք արևմտահայերեն խոսին դժվարություն ունենան հասկանալու արևելահայերեն Օրինակ մեր հաղորդումները ոչ Նոյանդապանի միայն Հայաստանից հեռարձակվող հաղորդումները դժվար են լսում որովհետեւ մենք արագ ենք խոսում գոնե նվազագույնը մեր արագությունը չի թույլ տալիս որ գոնեն
ըմբռնելի լինի, հա, ճիշտ եմ Ադիգա մեկ պատճառն է, այո, ադիգա մեկ պատճառ։ Երկրորդ պատճառը քանի որ մենք որպես ասենք սպիրկի կամ արևմտահայերեն որ գխոսենք, գտեսնենք որ արևելայերեն մեջ շատ ոչ հայերեն բարեր, մեր հասկացողությամբ ոչ հայերեն բարեր կա, այսինքն եւ ադիգա մի քիչ տարօրինակին գուկա մեր սպիրկի հայուն համար։ Ավելի շուտ ռուսերեն։ Երևի ռուսերեն է կամ անգլերեն է եւ այլն։ Անգլերենը գուցե կհասկանալի լինի։ Օրինակ համար շատ հետաքրքրական է որ գանտի ֆիքսել բառը գսեք, շատ կկործածեք դուք ֆիքսել։ Մենք որ արևմտահայերեն գխոսենք, ասենք ֆիքսելի ինչ ասես, ինչ բառ է, օրինակի համար օրինակ, կամ հոպիտալացիա, որ անգլերենով հոսպիտալն է, կամ չգիտեմ, հոսպիտալացում, օրինակի համար։ Այս տեսակի բավական բառեր կան, չէ՞։ Մենք անգամ օրինակ ես գիտեմ օրինակ անգլերեն բառը հոսպիտալ է, ես սկսեմ շատ հավանաբար հոսպիտալ բառեն արերեն, կամ չգիտեմ ինչ, արևելայերենի վերածել։ Բայց մեկը որ այդքան վարժ չէ, մեր մոտ, մեզ, այս ինչ բառ է գսել, ինչու չեն ասել օրինակ համար հիվանդանոց։ Այսինքն հիվանդանոցը որ հայերեն բառ ունի, այս տեսակի դարբերություններ կան։ Մենք չենք կարողանալու լուծել այդ հարցը։ Գիտեմ որ չեք կարող, բայց եւ որ դուք ինձ ասեք թե ինչպես կընկալեն, ասենք մենք օրինակ սպիրկի մեջ գա այս մտահոգությունը գա եւ որ օրինակ համար Հայաստանյան հերոստացույցը մտիկ կնեն կամ հայդակիրները մտիկ կնեն, գսեն չենք հասկանալ նախ արագ խոսին ինչպես որ դու գսին։ Երկրորդ այլմիսի բարեր կան, այնպեսի այսպես նախատասություններ ու գազվաստեր կան, որ մեկը որ եթե վարժ չէ, դիգային է դժվարություն ունենա։ Ինչպես ասի, ինձ համար շատ հարց չէ, որովհետև ես այդքան գուկամ։ Բայց մենք երիտասարդության խնդիր ունենք։ Ավակ սերունդը էլի իրար ոնց որ թե հասկանում է, բայց Սփյուռքում մեծացած երիտասարդությունը եւ Հայաստանում մեծացած երիտասարդությունը իրար ավելի դժվար են հասկանում, քան մեր սերնդի։ Այո, լեզվական իմաստով գխոսի, չէ՞։ Լեզվականի մասին է խոսքը, զուտ, դեռ մենք լեզվականի հարցն ենք քննարկում։ Լեզվական իմաստով այո, ադիգա հստակ դարբերություն կա։ Եվ անցնում են անգլերենի արդեն։ Երևի թե, որովհետև ես գիտեմ օրինակ համար եւ որ երիտասարդական ճամփարներ գնենք, օրինակ համար սփյուռքյան գուքան հոս եւ այսպես ասած ոստեղ Հայաստանի երիտասարդներուն կամ բադայներու հետ այսպես գշավին եւ միասին գլա, բավական դժվարություններ կունենան իրար հասկանալ, որովհետեւ արևելայերենի եւ արևմտահայերենի հարց է։ Ու դակավին եթե մենք ունենք սպիրկայերը, որոնք ասենք ամերիկայեն գուքան, օրինակի համար, կամ եվրոպայեն գուքան, ուր արդեն անոնք atkanal հայերենի, ասենք ադակ չեն, շատ երկավոր քրտիալ հայերենա չեն գիտեր, եւ որ հոս գուքան, ադիգա ուրիշ դժվարության թուր կփանա։ Բարեբախտաբար այնպես մենք դեսնեմ որ Հայաստանի նոր սերունդը ասենք որ գմեծնա անգլերենի ադակ կդառնա այնպես որ on terevs անգլերենի դե բայց մենք լեզուն ենք կորցնում հայերենը կորցնում ենք անգլերենով իրար հետ շփվում են այո այո նոր սերունդը այո այդպես է խնդիր ունենք հայերենը պահպանելու ճիշտ է դիգա մանավանդ մենք սպիրկյան մագարտակի վրա մենք մեծ խնդիր ունենք ինչպես է այնտեղ հիմա վիճակը հիմա սպիրկյան իրականությունների մեջ պետք է իրադեսել լանք առարգայական մոդեցում ենք դիգա որ լեզուն նահանջի մեջ է եթե հյուսային ամերիկա հայերեն այո մայրենի լեզուի մասին է խոսքը այսինքն եւ որ գխոսենք եւ որ հյուսային ամերիկա գերտաս որոշ շրջաններ կա որ դակավին ասենք հայերենի կորզածությունը լավ է այսինքն ադիգա գա գմնա բայց որոշ շրջաններ արդեն անգլերեն վերածված է հարավային ամերիկա որ գերտաս կամ լման իսպաներեն է կամ պորտուգալերեն է այսինքն կրեթե ոնդեղ հայերեն լեզվի կորզածություն չի գա շատ հետաքրքրական է դինգանը որ անցնող նոյեմբերին կանադայի եւ Մոնտրեալ քաղաքը կացի այնտեղ դեսա որ շատ հայախոս քաղաք էր հայկական դպրոցները որ կացի բադանիներու հետ որ հանդիպեցա շատ ավոր հայերեն խոսեին որ այդ կանադան է այո այդ կանադան բայց հետաքրքիր դվյաններ կան այնտեղ շատ հետաքրքրական է որ երկրի կամ քաղաքի աչրջանի գազմվածքը իրաստություն ունեցած է որովհետեւ ասենք Մոնտրեալի բես քաղաք որ ասենք ֆրանսերենի եւ անգլերենի ասենք բայկարի մեջ է ադոր առանցքին հայկական իրականությունները կամ նույնիսկ փոքրամասնությունները ասած են լավ եթե աս բայկարը գա մենք մեր մայրենի լեզուն կբայենք եւ շատ հետաքրքիր է որ Մոնտրեալ դեսա որ շատ լավ հայախոս քաղաք է հրաշալի է նշանակում է տեղի հայկական համայնքն է աշխատում այո եւ որ դպրոց օրինակ համար ինչու օրինակ կուտամ որովհետեւ շատ հետաքրքրական էր ասենք այդ բայկարը գա դիգինգային ադիգա գա բայց ատկեց անգախ եւ որ դպրոցի դնորենից խոսեի եւ իրենց ասենք քրտական ծրագրի մասին խոսեցան քիչ շատ հետաքրքրական ծերվով ինձ ներկայացուցին թե ասին որ մենք կփորձենք հայերեն խոսակցական հայերենը հավասարեցնել ֆրանսերեն լեզվի խոսակցականին այնպես որ եթե ասենք շաբաթը ասենք 5 կամ 6 ժամ ֆրանսերեն խոսակցական տասաբահեր կվերցնեն
հայերենը սա 3-4 է, բայց մի փորձենք որ ադիգա ֆրանսերենի հավասարցնենք, այսինքն ֆրանսերենի մագարտակի հասցնենք։ Բայց դա հայկական դպրոցներ պետք է լինեն։ Ադի հայկական դպրոցի մեջ է խոսքը։ խոսքը։ Այո, հայկական դպրոցի մասին է, որ Սուրբ Հակոբ դպրոց օրինակ որ այցելեցի եւ բավական մեծ դպրոցներ։ Ուրեմն կան հայկական դպրոցներ։ Շուշտ, խոսչուզ է, ամենն կան եւ շատ լավ դպրոցներ ունենք։ Ասենք Հյուսիսային Ամերիկայի մեջ դինգային է, Ավստրալիա որ կացի օրինակ անցյալ սեպտեմբերին ալամսել է, շատ գեղեցիկ դպրոցներ ունենք հայկական։ Շատ գեղեցիկ, ամեն իմաստով գեղեցիկ, կառույցի իմաստով գեղեցիկ, այնպես շատ գեղեցիկ դաշտեր ունեն, խաղավայրեր ունեն, դասավայրեր։ Ուրեմն երիտասարդությունը, այո, մենք անդադ միշտ մտահոգ ենք, որ հայերենի իմացությանն է նահանջում, կարծես թե ես բոլոր մտահոգություններս Սփյուռքի մեջ կարծում եմ դպրոց ունենք դինգային, ադիգա շատ հստակ է, դպրոց կա Ինչ տարողությամբ հայ ծնող կուզեն իրենց ավակներ հայկական դպրոց գրել, ադիգա մեկ մտահոգություն է։ Երկրորդ աշուշ նյութական հարցն է, տնտեսական հարցերը կա, թե ինչպես մեծ առաքելություն է դինգան, այսի դպրոց բայել այսօր դյուրին բամիջ։ Դպրոց այն հանրակրթական է, թե այնուամենայնիվ Կիրակնորիա դպրոցն է։ Չէ, օրինակ համար Կանադա որ էի, Մոնտրեալ օրինակ, օրինակ, նույնիսկ Տորոնտոյա որ կացի օրինակ համար հայ օգնության միությունը ունի դպրոցը, որ առօրյա վարժարան է, ասեմ եւ բավական մեծ թվով աշակերտություն ունին։ Եվ հիմա ուրեմն վերջերս հատկապես Հյուսիսային Ամերիկայի մեջ սկսա տեսնել թե ծնող շատ ավելիով գուզեն իրենց ավակներ հայկական դպրոց ղրգել։ Եվ աթոր պատճառը հետաքրքրական է, որովհետև այնպիսի տաստիարակություն մգդրվի հանրային դպրոցներու մեջ, դեղական հանրային դպրոցներու մեջ, որ ծնողքը սկսած ասել մեր հայկական դպրոցը կոնե գիտենք, թե ինչ տեսակ տաստիարակություն գդրվի։ Իսկ երեխաները չեն ասում, չէ, մենք ուզում ենք։ Չէ, այս երեխային եթե ցերկեն բռնես։ Հա, երեխային ցերկեն բռնես եւ եթե դանից դպրոց, այսին մանգաբարդես կամ նախագահարան։ Ինքը բիլի չսեք էզի որ ինչու ինձ աստպոցը բերել։ Մատախսերում դե միշտ ավելի։ Արդեն կամաց որ գմեզնան, արդեն մնա գվարժվին, այո։ Բայց միևնույն ժամանակ դինգան, այսին բոլոր պայմանները կոնե այնինչ որ դեսա ես օրինակ Հյուսիսային Ամերիկայի եւ Ավստրալիա բարակային բոլոր պայմանները գծերնվի աս մեր հայկական դպրոցներու մեջ այսին ինչն է բագասը գսեմ այնքան քեղեցիկ դպրոցներ ունեն եւ այսպիսի գրքեր որ դուք հրատարակում եք սա իդեպ ով է ֆինանսավորել այս գեղեցիկ գրքը ասիկա մեր ասֆալտային ընկերությունները որ այսպիսի նկարազարդ գիրք է գեղեցիկ գիրք է դա եւ Սփյուռքի մանուկների համար է փաստորեն դուք վերել եք նաեւ Հայաստանի մանուկներն են կարողանալու ունենալ այս գիրքը իրենց տանը հա ուրեմն ասեցեք գիտեք այլևս շատ ավելի քրավիչ հրադարագություններ պետք է նստին գայնը որովհետեւ նոր սերունդը շատ ավելիով սիրե եւ ասիկա ամբողջ ասֆալտի ինգերության մեր ֆինանսավորումով դեղի ունեցավ եւ պետք է եղած ասենք նյութականալ փորձեցինք ապահովել որովհետեւ նվերդանք մեր հայմանուկներուն ասենք չենք վաճառել չէ երբեք այսին խոշոր համեմատությունը միջին արևելքի մեր հայ քաղաքներուն պիտի բաժնենք եւ դուք շատ լավ գիտեք դինգանը որ մեր միջին արևելքի հայ քաղաքները պետք եղած բավական դժվարին տնտեսական պայմաններում մեջ են եւ չեն գուզեր ավելի ծառապետնել իրենց բայց կփորձենք այս տեսակի հրադարագություններով նաեւ մեր հայ մանուկին ասիկա երկու նպատակ հետապնդել առաջինը հոգեվորն է այսի աստվածաշունչը սորվեցնել մեր հայ մանուկներով որովհետեւ սիրեն աստվածաշունչը որովհետեւ քրիստոնյաներ եւ երկրորդ կփորձենք միևնույն ժամանակ որ հայերեն գարտան դինգայան է գիտեք մանավանդ մեր նոր սերունդը 8-12 տարեկան այսին վարժություն ունեն հայերեն գարտալով որովհետեւ հայերեն գարտալը այսօրերուն այսին արելիորեն նվազած է անհրաժեշտ է կարևոր գործ է կարել անպայման կուզենայի հարցնել ձեր կարծիքը Արարատ Սարի հետ կապված երևի գիտեք այս վերջին շրջանում բոլոր մտահոգությունները եւ նորությունները ինչ եք դուք մտածում ինչպեսին է ձեր մոտեցումը այս ամենին հիմա դիգինգայնը մի քանի դեղեր ասեցակի հարցեր դվին քանի որ շատ նոր է ասի 3 արչիորը որ պատահեցավ ոստեղ հայձե հարց կուտան հատկապես որ գիտեմ որ սպիրկեն կամունեմ դու ինչպես կմտածես սպիրկյան պայմաններով մեջ այսին հիմա ես բերուց ծնած եմ դինգայնը նախ եւ առաջ ասեմ որ ես քաղաքական կորզիչ չեմ ոչ այլ բուսակցական գրողը որպես հայ անհատ եւ ես մասնակցությամբ ասվածապան եմ բայց հայ եմ եւ որ բերուց ծնա եւ արդեն մանուկ տարեկից մանկաբարձ կացի հայկական դպրոց առաջի բանը որ գսորվեցել մեզի Արարատներն էր այսին ինչպես ասեմ լա դիգա արդասանություններ մեզի կոծորվեցել գուտային լա Արարատները միջև մեր տասարաններում մեջ էին որովհետեւ Արարատները այսպես ասած հայկական ինքնությունն է այսին ցուցանիշն է որ մենք հայ ենք ադով
ադիգա հիմք է մեզի համար այդպես կսորվեցնեին մեզ եւ ադի այդ տաստերագությամբ բալ մենք շարունակեցինք մեր հայկական դպրոցներում մեջ մեր ուսումը եղանք նախագահտարան եղանք միջնակարգ եւ մեր հայ քրոները որոնք չադակովն էին ասենք Արարատի եւ այլն փառասեցություններ ունեն եւ այլն անոնք բոլորը ադու մեծան եւ անցյալներ այս ուրիշ օրինակ մնադվի դիգինգայանը եւ որ բադանի էինք Բեյրութ Արարատ ֆուտբոլի խումբը կար 1973-ին որ գիտեք ախվան Թունուշ հայցան եւ այլն այդ տղաքը մեր հերոսներն էին ցեվում եւ որ Բեյրութ կուքային մեզի համար ինչ մեծ սբարդություններ երկու պատճառներով համար առաջինը որ մեր հայկական ֆուտբոլի տղաքն էին երկրորդ Արարատ անուններ գիտեք այստեղ դրված էր ասես Արարատ անգախ աներույթը որ հայերեն չէր գրված բայց Արարատ այսի գար գիտես ադիկա մեզի բարդություններ դին կային մեր լիբանանյան միջավայրի մեջ մեր հայկական ֆուտբոլի խումբը Արարատ անունով որ գծոլացնե մեր լերը եւ այլն հիմա ասեր մեր տաստիարակություն եւ ասով մեծակ եւ այսօր միջև այսօր աս կնշանակեմ հիմա եւ որ երկու օր առաջ այս հայդարարությունը եղավ ասես հիաստապեցանք ուսախապտուն գրեւ բայց քանի որ քաղաքական ռազմավարություններու մեջ չենք մտածգավ չենք գիտեր թե ինչ է ադոր նպատակները եւ այլն կդխրինք միայն գդխրինք հատկապես այս ան բանտոկը որ գմնամ հիմա 12 թարգ ճաշարամը գա եւ բադոանը փալը գփանած թիմաց այնքան քեղեցիկ էր որ Արարատները գա դե հիմա մեր ստուդիայում դուք եւս հարցրեցիք ասացիք ինչ է կանելու այս պատկերը ես ասելու եմ պատուհանից պատկերն է երևում ինչ կարելի անել պատուհանը գոցել չէ ճիշտ բանտոկը օրինակ է ճաշարանին բանտոկը բադոանը գփանած թիմաց Արարատն է այսին ինչ պիտի բանտոկի դերը պիտի կոցե բադոանը չեմ գիտեր ինչ պիտի բայց գիտեք դինգայնե ասոնք ինքնություններ են մեզի համար եւ ասիկա ես հաջող կսեմ սպիրկի մեջ հայ մնալը մարդարավեր է մեծ մարդարավեր է եւ այդ մեծ մարդարավերի մեջ այդ մեծ զողություններու մեջ ինքնությունը մեզի համար արժեք է մեր լեզուն մեզի համար արժեք է մեր ինքնությունները մեզի համար արժեք է մեր հավատքը մեր քրիստոնեական հավատքը արժեք է մենք ասով մեծանք եւ ասով վշարունենք ապրիլ եւ ասոր համար կբայքարենք մենք սպիրկի մեջ դին գայանը ինչպես ասեմ աս բոլորը մեկ քագել մեզի համար դժվար է որովհետեւ սոքինգը վճարեք մենք սոքի ոչ թե նյութական իմաստով զոհության իմաստով ես գիտեմ իմ զավակներս որ հայկական դպրոց չի գարի որ Գիբրոս փոխադրեցի իրենց դին գայանը միջև 5-րդ դասարան նախագահտարան հայկական դպրոց կացին եւ որ Գիբրոս կացի հայկական դպրոց չի գար իրենց համար որովհետեւ Մերկոնյանը կոց էր եւ ես ստիպված եղած իրենք ֆրանսական դպրոց տնելու բայց եւ այնպես հիմա խոսում են ձեր երեխաները աշա եւ շատ լավ եւ ես էլ թե ինչպես եղավ ինչպես որովհետեւ ես դունը դպրոցի վերածեցի ամեն գեսորեն վերջ եւ որ դպրոցեն գուքային ֆրանսական դպրոցը ստիպված է դնել փոս չէի գնացել զավակներս եւ որ դուն եկան գուքային իրենց հայերեն գսորվեցնեի Պարոն Ջաբեջան այո դուք սովորեցրեցիք ձեր երեխաներին հայերեն ցավոտ հարց պետք է տամ իրենց երեխաներին ձեր թորներին հիմա նույնը գնե օրինակաբար իմ դղաս այո հիմա իմ դղաս իր աղջկան հետ որ հազիվ 2 տարեկան է եւ Գաբրի Հոլանդա ուր հայկական իրականություն չի գա Ռոտերդամ քաղաքը Գաբրի հայկական իրականություն չի գա իր երեխային հետ միայն հայերեն կխոսի եւ գուզե ադիգա սորվեց մենք ալ այստեղից քիրքեր գրգենք եւ այլ բայց ինչը սել գուզեմ դիգին գային այսինքն սել գուզեմ որ մենք գործենք հայ մնալ իքին ամեն զողության եւ մենք Հայաստանին գնայինք որպես հայրենիք որ մեզի պիտի ներշնչե այդ հայկականությունը մեզի ուժ պիտի տա որպես մենք շարունակենք հայ մնալ Պարոն Ջաբեջան մեկ այլ էլի ծանր հարց շատ սփյուռքում բնակվող հայությունը Հայաստանից դուրս բնակվող հայությունը այո մտահոգ է ամեն ինչ հասկանալի է հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին Հայաստանը բնակները ասում են վերադարձեք, մեզ օգնեք, մեր կողքին կանգնեք, մենք երկիր ենք փորձում ոտքի կանգնեցնել, փրկել այս պահի դրությամբ, փրկել եւ ոտքի կանգնեցնել։ Բայց Սփյուռքում բնակվողները ասում են մենք այստեղ արդեն տեղավորվել ենք, մեր երեխաները դպրոց են գնում, բուհեր են գնում, ամուսնացել են, ընտանիք են կազմել, մենք արդեն այստեղ մենք ինչով կարող ենք օգնել, բայց գալ մենք չենք կարող։ Հիմա այդ հարցն է։ Գիտեք ինչն է խնդիրը։ Օգնել, նայած ինչպես օգնել։
Գումարով օգնելը արդեն մենք հիշում ենք, շատ ենք անցել այդ ճանապարհով վստահության պակաս, բացակայություն, կապը հայրենիքի հետ, իշխանությունների հետ կապն է, կարծես թե դա էլ ուզում եմ ճշտել առաջ, քանի որ ձեր տարիքը թույլ է տալիս եւ մեզ հետ կիսվել ձեր իմացությամբ ինչպես էր առաջ, գոնե մի 10-15 տարի առաջ ավելի սերտեր կապը Հայաստանի իշխանությունների հետ, Հայաստանի հետ, թե այսօր, մի խոսքով, ինչպես է գտնում բանալին, որպեսզի, ասենք, հա, շատ լավ է, որ հայերեն պահպանել եք, դպրոց կա, երեխան հայերեն խոսում է, բայց կենսական կապը, ապրեցնելու կապը, որ Հայաստան պետությունը ապրի, եւ Սփյուռքում հայությունը իրեն, տեսեք, ասում եք, մեր հայրենիքն է, իսկապես հայրենիք զգա եւ կարողանա օգնել, այդ բանաձևը մենք, այդ բանալին չենք կարող օգնել։ Այո, շատ շիդակ ախտաջանաչում է, շատ շիդակ հարցում դրիկ դինգայան է։ Հիմա դեսեք, եթե 3 միլիոն հայություն կա Հայաստանի մեջ, երևի թե 8-9 միլիոնը Սփյուռքի մեջ է, կնշանակի թե 3 անգամ ավելի հայության Սփյուռքի մեջ կապրի։ Եվ որ քու այսպես ասած մարդուժիտ կամ ինչ որ գուզես, ինչպես գուզես փաստել չեմ գիտե կարողականության խոշոր դոգոսը դուրսն է, կնշանակի պիտի մտածես թե այդ դուրսի կարողականությունները ինչպես պիտի ներբուծես քու այրերիքիդ մեջ, եթե պիտի ուզես անշուշտ։ Հիմա իրավաշ պիտի լանք դինգայն է։ Եթե 8-9 միլիոն հայություն կա, աս բոլորը Հայաստան պիտի չկան։ Պիտի չկան։ Ադիգա շատ հստակ է։ Կամաց եթե ասենք միջին արևելքի հայ քաղաքներն եթե կան հաստատվին, ադիգա լավ է, բայց խոշոր դոգոսը պիտի շարունակի մնալ Սփյուռք։ Եվ ադոր համար հիմա վերջերս շատ ավելի գխոսի որ Սփյուռքը մնայուն կարգավիճակ ունի։ Պիտի մնանք, զիրար չխապենք եւ ընդունենք եւ որ Սփյուռքը պիտի մնա։ Բայց ներողություն մնա եւ հայկական մնա։ Այո, անպայման։ Եվ ադիգա մեր ամբողջ պայքարը ադեդին գայն է։ Հայկական մնա։ Հայկական մնա, անշուշտ հայկական մնա։ Իր ամբողջ արժանիքներով հայկական մնա։ Այդ հասկացանք։ Այդ հասկա։ Հիմա եւ որ գխոսիկ Հայաստան Սփյուռք եւ գամ Սփյուռքը օժանդակել։ Անպայմանորեն պետք է աշխարհակրականորեն Հայաստանը լավ որպես օժանդակ է, եթե ոչ Սփյուռքը իր վիճակի մեջ կրնա օժանդակել։ Չհասկացա նորից։ Այսինքն դուք կսեք որ ինչու չեք կար Հայաստան եւ օժանդակել Հայաստանին։ Լավ։ Օրինակ 8-9 միլիոն պիտի բերեք Հայաստան, որբեսի Հայաստանին օգտակար լալ։ Դա հնարավոր չէ։ Կնշանակի թե մենք ուրիշ միջոցառում պետք է գործենք, որ տեսնենք թե ինչպես Սփյուռքի ուժականությունը բերել եւ տնել Հայաստանում։ Եվ ադիգա տարբեր ծևեր կան դինգան։ Տարբեր միջոցառումներ կան։ Ամբիսի գիտեք դինգան ես ասեք 2-3 միջոցառում այս գիրքը այո հասկանում եմ սա եւս աշխատանք է ինչու՞ չէ սա էլ աշխատանք այո սա էլ աշխատանք բայց ատկեց անգախ գիտեք ինչքան կարողականություններ կան Սփյուռքի մեջ օրինակ բերեք մարդուժի իմաստով մասնակցության իմաստով լավ դա էլ չի գալիս դա էլ չենք տեսնում Ուր չեք տեսնում ոս մասնագետների ոնց որ մասնագետները գան եւ խորհրդատու կամ տնտեսական ոլորտում աշխատեն ռազմական ոլորտում աշխատեն չէ որ մենք հպարտանում ենք մեր լավ այո հայրենիներով ովքեր դուրսը կարողանում են իրենց դրսևորել մենք կարիքը ունենք այո մասնագետների նաեւ այստեղ Հայաստանում բայց ադոր փանալին ուր է դիգին որտեղ է Ես էլ չգիտեմ, մենք միասին քննարկում ենք, ես չեմ Հայաստան-Սփյուռք հարաբերություններով մեջ է։ Ահա։ Եվ այստեղ գալիս է իմ հարցը, ինչպես էր առաջ, ինչպես է հիմա, մենք նույն ձևով ենք անում, թե ինչ որ բան կորցրել ենք, իսկ գուցե հակառակը, շատ բան այսօր ավելի աշխուժ է աշխատում այդ կապը, քան առաջ։ Եթե ես պիտի խոսեմ իմ փորձառություններից Ձեր փորձառության մասին է խոսքը Ես առաջին անգամ Հայաստան եկա որ Բադանի էի 80-ական թվականներում եւ որ Հայաստանը սովետական համագարկի մեջ էր այն ժամանակ Բադանի էի որ տուրիստական խումբով եկա Սակայն իմ առաջին այսպես ասած այցելությունս որ աշխատանքային այցելություն 1991-ին էր ճիշտ անկախութենին հետ Եվ այնքան դժվար օրեր էին դինգանը, որ դուք շատ լավ գիշեք այդ բոլորը պետք է ճունիմ գտնել։ 91-ին 96 դարիներուն ես հոստեղ հաջախ եղա, այսինքն մոտավորապես 5 տարի եւ այդ դժվար պայմաններում մեջ Արտգործնախարարությունում ինչ որ կոմիտե էր կարծեմ։ Վերջինս զբաղվում դրա Սփյուռքի հարցերով։ Սփյուռքի նախարարությունը հիմնվեցավ, չէ՞։ Չէ, մինչև նախարարություն հիմնելը արտգործնախարարության կից կառույց էր։ Այո։ Հիմա այդ տարիներուն ես շատ ավելիով հասկացա հողին արժեքը դիգինգայան է։ Ինչ կրճարագի թե հող, ինչ կրճարագի թե հայրենիք, եւ որ ոդկը ստրի անկախ ներույթեն որ դժվար օրերի մեջ էինք։ Հիմա շատ հետաքրքրական էր իմ փորձառությունս հայրեն գխոսեինք, բայց իրար չէինք հասկնար։
արևելայերին եւ արևմտայերին Այո. հարցեր մտածողության Այո. կենցաղի ապրելակերպի տարբերություններ էին ինչպես կդիտես դու աշխատանքային դրսևորումները ինչ են եւ այլ չէին հասկանում ժամանակ արավ դին գայանը ժամանակ արավ կամած զիրար ավելի լավ գրծանք հասկանալ յետքեն սպիրկի նախարարությունը եկավ եւ որ սպիրկի նախարարությունը եկավ ես բավական մոդեն սկսած էի առնչվել սպիրկի ոչ թե միայն նախարարին հետ այլ նաեւ աշխատակազմին հետ բավական մեծ աշխատակազմ ունեին հոնալ ամեն ինչ թյուրին չեր դին գայանը այսինքն սահուն չեր ամեն ինչը ժամանակ արավ որ կամած սկսենք զիրար հասկանալ եւ ասիկա փոխադարձ այցելություններով եղավ Հայաստանը սպիրկ համաժողովները որ տեղի ունենային դին գայանը գիտեք շատեր գսեի որ ասիկա տուրիստական միջոցառումներ եւ այլն չէ այդքան տուրիստական չէր որովհետեւ այդ միջոցառումներում միջև մենք շատ ավելի լավ զիրար հասկացանք նախ սպիրկին ավելի լավ հասկացա որովհետեւ հոս լավ արի թե որ սպիրկայեր կոկե բայց միայն ժամանակ սպիրկ եւ Հայաստան գաբերը բավական ամրապնդվեցավ բայց այնինչ որ այսօր եւ հատկապես Արցախյան ասենք 44 օրյա պատերազմին մեջ բավական հերացած ենք իրար մետին գայանը բավական հերացած ենք եւ ասիգա նշмарելի է ամեն մակարդակներով վրա նշмарելի է որ հերացած ենք եւ ասիգա է որ պետք է վերագանքնել եւ սարն է Հայաստանի իշխանությունները սարն են արդեն սփյուռքի նկատմամբ Երևի սառնություն է զգում այո ադիսարնություն է զգում հատկապես դասական սփյուռքի հետ հատկապես դասական սփյուռքի գարույցներու հետ գաբը բավականին խզված է կամ հերացած են իրար մեն ասիկա գա եւ մենք ասիկա գսկանք եւ երբ որ գխոսենք ծեր մատնանշածության մասի թե ինչու ներդրումներ չեն լար ինչու չօժանդակել որովհետեւ երբ որ հերավորություն գա դին գայանը ինչպես կուզես որ այդպեգա աս գաբը պետք է ստեղծվի որբեսի մեր մարդուժը մեր կարողությունները յետ կրնանքներ բուծել Հայաստանի իրականության մեջը եւ այսօր աշուտ սպիրկա մագարտակներով վրա հուսահատության եւ հուսախապության մտնոլորտներ արգան դին գայանը Հիմա շատ հարաբերավոր Հայաստանին ալ գալիքների կան սպիրկեն որ չեն գնա դեսնել ադիգա սպիրկա հայեր ալ կան որ չեն գնա դեսնել այսին շատ հարաբերավոր երուսեք է ես բամուչունի մսելի բայց իրականությունը անի որ երացած են իրար մե բայց կորցնում է ամբողջ հայ ժողովուրդը Հայաստանի ժողովուրդն է կորցնում եւ սպիրկի ժողովուրդն է կորցնում ցավալի է դին գայել ես անստաբես ես շատ ցավ կսկամ Բայց ես այն անձերեն եմ, որ հաջող Հայաստան գուկամ, եւ գործեմ իքին ամեն ինչի իմ բարեկամություններս անձնական մակարդակով։ Լավ ինչ եմ դին գալի, ես քոնե անձնական մակարդակով գործեմ այդ բոլորը բահել եւ գուզեմ բահել եւ իքին ամեն ինչի գործեմ ադիգանել։ Բայց իրականությունը այդ է, որ այսպես իրար մե հերացած ենք եւ գծավի մատորաբար, որովհետեւ այնպիսի կարողականություններ ու ուժականություններ կան եւ սպիրկահայեր գուզեն իրենց մասնակցությունը բերել, ոչ թե չեն ուզեր։ Այո Գուզենն է, բայց կամուրջը չկա։ Մեր խնդիրն է լինելու ըստ երևույթին այդ կամուրջը նորից վերականգնել, եթե կարողանանք։ Անպայման։ Բայց եթե իշխանությունների կողմից չլինի ցանկություն եւ կամք, հնարավոր է արդյոք Պետք է մեգա ցերկեր գարե դիգինգայանը։ Գիտեք երկուստեգ է, մեգա առաջի քայլը դառնե։ Չի գնալ, ուրիշ ցև չի գա։ Այսինքն Բայց որ անհրաժեշտ է դա փաստ է։ Բայց երկու հոգի քշդված են, չէ՞։ Մեկը ցերկ մի դիրգարե եւ երեսը որ եկու նստիկ խոսին եւ Բայց տեսնում եք ինչ բառ օգտագործեցի, գշտված է, այսինքն իրար հետ ոնց որ թե արդեն համերաշխ չի սփյուռքը Հայաստանը բնակայինը։ Բայց մեկը ցերկ պետք է երկարի, դին գայնե։ Մեկը ցերկ մի դիրգարե եկու նստիկ եւ խոսին։ Ինչպես պիտի լա, դիգա չեմ գիտեր։ Կարևոր հարց բարձրացրեցինք, մտածենք այս մասին։ Շնորհակալ եմ պարոն Ջեբեջյան։ Շատ շնորհակալ Շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, նաև մանուկների անունից շնորհակալ եմ այս գեղեցիկ գիրքը նվիրելու համար։ Նորից ցույց տամ, ինչպես կարող են ձեռք բերել, ասենք ծնող են, տեսնում են, ասում են, այ ես ուզում եմ իմ երեխան եւս ունենա այս գիրքը։ Ինչպես կարող է դա անել։ Հոստեղ մենք Հայաստանի ասվածության ընկերությունը կա որ Շիրակ Բանտոգին թիմատ է Զեկյան փողոցի վրա Այնտեղ Որ փողոցի Զաքյան փողոցի վրա այնտեղ շատ կարող են հոնդե բավական տիվով նաև դրամատրած ենք եւ հոնդե են առնել իսկ նաև որոշ տիվով նաև ինչպես ասի մայրաթորսուպ ինչպես դեպի փորձենք պաշտպանել այնպես որ հնարավոր է որոշ տիվով կարող Շնորհակալ եմ ուրախ էի ձեզ հետ զրուցելու Ես եմ շնորհակալ Դիգինգայանը Շնորհակալ եմ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ հիշեցնեմ որ մենք զրուցում էինք դոկտոր Հրաչ Ջեբեջյանի հետ Նծոցի արաբական երկրների Աստվածաշնչյան ընկերության ընդհանուր քարտուղար զրուցվար մեր Գայանե Արաքելյանը բարին ընձեզ